Ես Հայկն եմ, Մուլտիվերնեսի մարզիչ եմ, բռնցքամարտի բաժնի ղեկավարն եմ։ Մենք ստեղ չենք հավաքվել խնդրանքով, մենք ստեղ հավաքվել ենք հարգելի լրագրողներ ջան պահանջով։ Շուրջ 150 աշխատակիցներ այս պահին անգործ են մնացել։ Ամեն մեկս ունենք տուն, անչափահաս երեխաներ, վարկեր եւ այլն։ Հիմա մենք ստեղ էմոցիոնալ հավաք չի։ Կորցրել ենք մեր աշխատանքը, ինչ անենք լրագրողներ ջան։ Ոչ մի նորություն չկա, անորոշ վիճակ է։ Հիմա մենք կարող ենք ստեղ խոսել ամեն ինչից շատ հանգիստ, բայց մեր պահանջը շատ հանգիստ չի։ Մենք արդեն 6 օր շարունակ աշխատանք չունենք։ Մենք լավ հասկանում ենք, որ վերքը տիրոջն է ցավ տալիս, բայց արդեն 150 աշխատակից գործ չունի ժողովուրդ ջան։ 150 աշխատակից։ Մեր պահանջը հետևյալն է. տվեք մեր աշխատանքը, տվեք աշխատանքի հնարավորություն մենք աշխատենք։ Մնացած ներքին ուզում այդ հնարավորությունը թե քննչականից իրավական այն մարմիններից ովքեր պատասխանատու են այս մասով։ Ովքեր պատասխանատու են։ Մենք այդ պահանջով ենք եկել 10 տարի անձամբ ես կյանքը, ռեսուրսները, ժամանակը ներդրել ենք այս ամեն ինչի մեջ, որ մի օր արթնանանք ու լրիվ փակ է։ Չի լինում այդեն ժողովուրդ։ Մենք հիմա հանգիստ խոսում են հաճախորդները եւ այլն, բայց մենք պահանջ ունենք։ Բացեք, մենք աշխատենք, մնացած ձեր հարցերը դուք լուծեք։ Այսքան երեխա, հաճախորդ, ծնողներ, աշխատակիցներ ինչի համար են հավաքվել։ Հավաքվել են այդ պահանջով։ Ու մենք այդ պահանջի կողքին ենք լինելու, մինչև բացվի մեր ակումբը։ Առանց մեզ նախապես տեղեկացնելու առավոտյան փակել են։ Մենք չգիտենք հիմա ուրիշ տեղ գնանք աշխատենք, չգիտենք մնանք ստեղ, հաճախորդներին ինչ պատասխանենք, մեր ընտանիքը ոնց պահենք։ Ամեն մեկը իր կարծիքն ունի ստեղ, չէ՞, բայց փաստը նրանում է, որ աշխատանք չունենք, ժողովուրդ։ Հələ ամեն մեկը ձեր վրա վերցրեք, աշխատանք չունենք։ Մնացած արդեն հարցերը, թե հաճախորդը, թե այս կողմ, այն կողմ, չունենք աշխատանք, չենք կարա մեր ընտանիքը պահենք, չունենք աշխատանք, չենք կարա մեր վարկերը փակենք, կոմունալների հարցերը։ Իսկ ինչը վերաբերում է մեր սեփականատիրոջ մասով, ես ուսանող եմ եղել, ապրիլյան Քարորիա պատերազմի մասնակից եմ եւ Մուլտիվերնեսի աշխատակից եմ։ Այդ 3 փուլերով ես որ անցել եմ, միշտ սեփականատերը մեր կողքին ա եղել։ Միշտ, թե որպես Քարորիայի մասնակից, թե որպես ուսանող, թե որպես աշխատակից։ Մնացած հարցերը, այն ինչ որ կա, իրանք ներքին կարգով թող լուծեն, մեզ ինչ են, մեզ խեն կպնում։ Ուզում դա հասկանամ։ Եվ ինչպիսի առումով իրավական թե քաղաքական գործընթաց։ Ես չեմ ուզում մեկնաբանեմ իրավական թե քաղաքականը, փաստը մնում է նա, որ մենք աշխատանք չունենք այս պահին։ Մենք եկեք այդ դրա վրա կենտրոնանանք։ Չունենք, արդեն 6-րդ օրն է։ 6-րդ օրն է չունենք աշխատանք։ Մենք ուշ միացանք, քանի աշխատակից։ Արդեն 150 աշխատակից չունեն աշխատանք, ժողովուրդ։ Ամեն մեկն էլ ունի իր ընտանիքը, իր երեխեքը, իր վարկերը։ Մենք դրա վրա պիտի կենտրոնանանք։ Լուծեք մեր հարցը, բացեք ակումբը, աշխատենք, ժողովուրդ։ Ինչ հիմնավորում են։ Ոչ մի հիմնավորում։ Երկուշաբթի առավոտյան եկել ենք աշխատանքի, արդեն փակ չեն թույլ տվել մտնենք ներս ու անորոշ վիճակ, չգիտենք ինչ անենք։ Հաճախորդների հետ կապված նայր, այստեղ հաճախորդները։ Դե հաճախորդները հիմա ելույթ ունենում են, բայց ոչ մեկս անորոշ վիճակ է։ Հիմա նորից եմ ասում, մենք եկել ենք ոչ թե խնդրանքով, ժողովուրդ ջան, մենք եկել ենք պահանջով։ Մենք չենք եկել բողոքի ակցիա անելու, մենք եկել ենք կոնկրետ պահանջով, բացեք մեր ակումբը, մենք աշխատում ենք։ Ամեն մեկս մեր ընտանիքն ունենք։ Հələ ամեն մեկը ձեր վրա վերցրեք, ժողովուրդ։ Սիրելի լրագրողներ ջան, ամեն մեկը ձեր վրա վերցրեք։ 10 տարի ներդրում ես, կյանք ես դնում, ժամանակ ես դնում, առավոտ գալիս ես, ասում եմ փակա, անորոշ վիճակ, չգիտեք ինչ անեք։ Դուք մեր տեղը լինեք, ինչ կանեք։ Մենք էլ չգիտենք ոնց դիմենք, էսա միջոցը մնացել, որ ձեր միջոցով փոխանցենք ժողովրդին։ Ոչ մի նորություն, անորոշ վիճակ։ Քննչական գործողություններ ներսում կատարվում, այսինքն իրավապահները որևէ գործողություն ներսում։ Այդ մասով ինֆորմացիա չեմ ես տիրապետում։ Ես որպես մարզիչ բռնցքամարտի բաժնի ղեկավար նորից պահանջում եմ, բացեք մեր ակումբը, մենք աշխատենք։ Մնացածներ, այո, ապրիլյան Քարորիա պատերազմի մասնակից եմ։ Ու կրկնում եմ եւս մեկ անգամ, պահանջում ենք, բացեք մեր ակումբը, մենք աշխատենք։ Մնացած ձեր ներքին հարցերը դուք լուծեք։ Ինչ անենք, մենք էլ դուրս գանք Խանջանը փակենք, Սայեդնովան փակենք, Ռայսյան փակենք, չգիտեմ, փողոցներ փակելով այդ պայքարը պահանջը մեր իրականացնենք։ Հավանաբար Արարատսեմի Հիմա նորից եմ ասում, մենք էմոցիոնալ սա բան չի, խնդիր չի, էմոցիոնալ խնդիր չի ստեղ։ Մենք պահանջ ունենք, զրկվել ենք աշխատանքից։ Ամեն մեկս ընտանիք ունի, երեխա ունի, բոլորը ստեղից։ Ով է այդ մեր պատասխանը տալու։
Լուծեք մեր հարցը, մեր աշխատանքին գնանք, մնացածը դուք ինչ ուզում եք արեք։